2017 թվականի հունվարի 12-ին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպեդրամայի թատրոնում տեղադրվեց օրերս անսպասելի վախճանված հանրահայտ բանաստեղծուհի թարգմանիչ Անահիտ Բոստանջյանի աճյունը։ Դահլիճում տարածվում էր նրա կենդանի ձայնը, մայրենին ու հայրենիքը սիրելու, ժողովուրդների բարեկամության խորացմանը նվիրվելու պատգամով։ Ես ոչ միայն գրող եմ, այլև գրքի բացառիկ սիրահար եմ։ Ես ոչ միայն ինքս եմ գրում, այլև ուրիշների գրածներն եմ սիրում, այսինքն ընթերցող եմ ես։ Հետևաբար գիրքը իմ կյանքի մասնիկներից է, մասնիկն է։ Ես իմ խոսքի մեջ էլ ասացի, կրկնում եմ հիմա, հող է, օդ է, ջուր է, սեր է, ծաղիկ է, ամեն ինչ է։ Այսինքն գիրքը ինձ համար նաև կարուն է, նաև կյանքի զարթոնք է։ Չէր դադարում մարդկանց հոսքը, գալիս էին հայեր, վրացիներ, ռուսներ, ահելներ ու ջահելներ, սրտի ցավով ծաղիկներ խոնարհելու ստեղծագործական բուռն կյանքով ապրող վաղամերիկ բանաստեղծի աճյունին։ Բազմամարդ դահլիճում կայացավ սգո հանրահավաք։ Վրաստանի հայ գրողների վերնատուն միության նախագահ Ժորա Սնխչյանը անդրադարձ կատարեց վաղամերիկ բանաստեղծուհու կյանքին և գրական ու հասարակական գործունեությանը։ Հրաժեշտի խոսքով հանդես եկան Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին։ Այս օրերը շատ ծանր օրեր են ինձ համար, թեպետ գիտեմ, որ մահ չկա և մահվան կապակցությամբ չի կարելի լաց լինել, բայց ինչպես լաց չլինես, երբ քեզանից հեռանում է շատ լավ մարդ, քո բարի ընկերն ու բարեկամը, քո մոտիկն ու հարազատը։ Մխիթարության ինչ խոսքեր ասել նրա դուստրերին, որ կորցրեցին չտեսնված մայր։ Ինչպես մխիթարել մեծահասակ նրա մորը, որ ծերության այս հասակում այդպիսի զավակ է կորցրել։ Զարմանալիորեն արգասաբեր էր անցյալ տարին Անահիտի համար։ Շտապում էր, շատ էր շտապում և մեկ տարում կատարեց այնպիսի աշխատանք, որի համար ուրիշներից կպահանջվեր տասնյակ տարի։ Նրա վերջին գիրքը եղավ Օթար Ճիլաձեի գրքի փայլուն թարգմանությունը, բայց այնուամենայնիվ նա երջանիկ կին էր, ուներ շատ լավ զավակներ, լավ ընկերներ ու բարեկամներ։ Մարդիկ հեռանում են իրենց հարազատներից, ցավ պատճառելով նրանց, իսկ դու հեռացար երկու ազգի ժողովուրդներից ու քո մահով մեծ ցավ պատճառեցիր նրանց։ Անահիտ Բոստանջյանի մահը ասես կոտրեց հայ և վրաց գրականությունները շաղկապող կամուրջը, որի հիմնասյունն էր բազմաժանր գրողն ու մեծավարպետ թարգմանիչը։ Անահիտ Բոստանջյանի կորուստը անփոխարինելի է և մեր հայ գրականության, հայ թարգմանչական գործի, վրաց հայկական գրական առնչությունների ասպարեզում նրա դերը հսկայական էր և պիտի ասենք Վրաստանում և Հայաստանում դա խորապես գիտակցվում էր, նրա խմբագրած կամուրջը իսկապես մի կամուրջ էր մեր երկու ժողովուրդների գրականությունների համար և ինքը իր հոգով, իր սրտով մշտապես վառվող կրակ էր այս երկու մեր ժողովուրդների ասպարեզներում գրական, մշակութային, մարդկային։ Սգում է վիրահայությունը, սգում է մայր հայրենիքն ու սփյուռքը, իր նվիրյալ դստեր անժամանակ մահը, հայոց լեզվի անաղարտության համար պայքարող մեծ նվիրյալի, ազգի ու հայրենիքի անմնացորդ սիրահարի կորուստը։ Վրաստանի մայրաքաղաքում եմ գտնվում տխուր առաքելությամբ։ Ես այսօր վրաց և հայ գրողներին, մտավորականությանը, հայ ժողովրդին և վրաց ժողովրդին փոխանցել եմ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի վշտակցությունն ու ցավակցական խոսքը մեր շատ սիրելի ճանաչված մտավորական հրապարակախոս գրող, բանաստեղծ, թարգմանիչ, հասարակական գործիչ Անահիտ Բոստանջյանի վաղաժամ մահվան կապակցությամբ և փորձել եմ նաև ներկայացնել նրա գործունեությունը, որովհետև Անահիտ Բոստանջյանը մասնավորապես վերջին քառորդ դարում Խորհրդային Միության փլուզումից հետո իր անխոնջ աշխատանքով, նվիրումով, իր գործունեությամբ նպաստեց, որպեսզի չփլուզվեր տասնամյակներ շարունակ ստեղծված այն մեծ բարեկամությունը, որ առկա էր հայ և վրաց գրական ընտանիքների միջև, երկու ժողովուրդների միջև։ Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների խոջովանքի պանթեոնում վերջին հրաժեշտի խոսք ասաց վիրահայոց թեմի առաջնորդը։ Անահիտը քարոզում էր սեր, Անահիտը քարոզում էր բարություն, Անահիտը քարոզում էր միմյանց հետ մարդիկ հաշտ ու խաղաղ ապրելու արվեստին։ Նա ամենուր էր, դպրոցում, թե թատրոնում, նա եկեղեցում էր
եւ գրողների միությունում։ Նա տպարանում էր եւ մեկ էլ հայտնվում էր մի այլ միջոցառման, լինի Հայաստանում եւ թե Վրաստանում։ Նա երբեմն իր սիրելի խմբագրատանն էր, բայց այդ խմբագրությունից երբեմն տեսնում ենք նաեւ նրան մի այլ հետաքրքիր վայրում, որ լի էին բազմազգ մարդկանցով, որտեղ Անահիտը ներկայացնում էր հայ արվեստը, վրացական մշակույթը եւ իրոք կամրջում էր մեզ բոլորիս, դարձնելով ամենքիս բարեկամ ու ընկեր։ Թեմակալ առաջնորդի կողմից հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հուղարկավորության ծես, որից հետո հողին հանձնվեց մեծ բանաստեղծուհու դինջ։